Բարև ձեզ հարգելի գործընկերներ, հարգելի ավականներ։ Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի օրակարգ հաստատելու մասին։ Օրակարգ ներառված 12 հարց, ովքեր են գոհ օրակարգ հաստատելու, դեմ չկա, ձեռնպատ չկա։ Անցնենք օրակարգի առաջին հարցին։ Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 106 որոշման համար 1, համար 2, համար 3 և համար 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։ Զեկուցի Լուսինե Գևորգյան։ Կներեք Լուսինե ջան, պարոն Թամազյան, թույլ տվեք նախքան օրակարգային հարցը զեկուցի, մշտական հանձնաժողովի նախագահ կանգնի և մշտական հանձնաժողովի կարծիքը ներկայացնի։ Հարցը չեն կարծում, չէ՞, մի անգամից պատասխան։ Չէ, բնականաբար օրակարգային հարցը ներկայացրեց։ Հարցը քննարկվել է ֆինանսատնտեսական մշտական հանձնաժողովում և տվել են դրական եզրակացություն։ Շնորհակալություն։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մարմնի օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին 3-րդ կետով, բյուջետային համակարգի մասին օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի, 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Քաջարյան համայնքի առաջարկությունը, Քաջարյան համայնքի ավականուն է ներկայացնում բյուջետ փոփոխության հավելված համարներ 2, 3 և 6 հավելվածները, բյուջեում կատարում են փոփոխություն, այս անգամ նվազեցման։ Փոփոխությունը կապված է սուբվենցիաների չհաստատված լինելու հանգամանքով, այսինքն ծրագրեր կային բանկային հատվածների բարեկարգում, որոնք մենք նախատեսել էինք բյուջեով, մտածելով, որ կառավարությունը կհաստատի, ժամկետների հետ կապված խնդիրը տարավային եզրահանգման, որ չհաստատվեց ու շուրջ 117 միլիոնի նվազեցում ենք անում բյուջեի ֆոնդային մասից, նույնքան 117 միլիոնի և եկամտային և ծախսային մասից։ Այսինքն ստավերաբերում բանկային հատվածների բարեկարգման ծրագրեր մենք ուղարկել ենք, ուղղակի մարզպետարաններ ուղարկել են, նիստ չի եղել դրանից հետո, որ կարողանան հաստատել, արդեն 26 թվականի հունվար փետրվար ամիսներին բոլոր այգիներ, որակներ, չէ։ Բանկային հատվածները բարեկարգվող մի քանի ծրագիր, 5 ծրագիր թվով։ Համայնքի իր մասնաբաժինը կատարել էր, ֆինանսավորում արդեն պետբյուջեից պետք է լիներ, որի բացակայության պատճառով բյուջեում չենք ուզում թողնել, որպեսզի կատարողականի վրա ազդի դրա համար նվազեցում ենք։ Ովքեր են գոհ, չկա, ձեռնպատ չկա, անցնենք օրակարգի գործընթացին։ Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի սեփականություն հանդիսացող 2025 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերի հաստատելու մասին։ Հարցը նույնպես ընդգրկված է ֆինանսատնտեսական մշտական հանձնաժողովում, որի արդյունքում տվել են դրական եզրակացություն։ Շնորհակալություն, ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավականու հաստատման է ներկայացնում գույքագրման ցանկը, համաձայն 1, 2, 3, 4, 5, 6 հավելվածների, ինչպես նաև համայնքապետարանի գույքագրման ցանկում կան դուրս գրված ապրանքների ցանկ, ուրեմն դուրս է գրել թվով 127 հիմնական միջոց գույքագրման ցանկից, ցանկը կցվածավորոշմանը կարող եք ծանոթանալ, եթե հարցեր ունեք, խնդրեմ, եթե չէ, հաստատենք գույքագրման Հարցեր կան, ովքեր են գոհ, դեմ չկա, ձեռնպատ չկա, անցնենք օրակարգի գործընթացին։ Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի պետական աշխատակաց համայնքային կառավարության գնահատի 2026 թվականի կառուցվածքը աշխատողների թվականակը աստիճանաբար պաշտպանում են գյուղաչափերի հաստատելու մասին։
Հարցը քննարկվել է ֆինանսատնտեսական մշտական հարցերի հանձնաժողովում և տվել են դրական եզրակացություն։ Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի 2026 թվականի կառուցվածքը աշխատողների թվականակը հասկացակը պաշտոնային քաջափերը հաստատելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ, 35-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ձեր հաստատման ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կառավարչական հիմնարկի կառուցվածքը, աշխատողների թվականակը, հասկացակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Փոփոխություն չկա, հարգելի ավականներ, որը ներկայացվել էր ձեզ։ Եթե առարկություններ հարցեր չունեք, ընդհանրապես 2026 թվականի համար հաստատում ենք։ Ովքեր են որ դեմ չկա, երբ չկա, ասենք որ ակարգի ժողովրդացին Քաջարան համայնքի համայնքային ենթակառուցության հիմնարկների 2026 թվականի աշխատողների թվականակը հասկացակը պաշտոնային դրույքաչափեր հաստատելու մասին։ Հարցը նույնպես ընդգրկված է ֆինանսատնտեսական մշտական հարցերի հանձնաժողովում և տվել են դրական եզրակացություն։ Շնորհակալություն։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, ձեր քննարկման և հաստատման ենք ներկայացնում Քաջարանի համայնքի համայնքային ենթակառուցության հիմնարկների 2026 թվականի աշխատողների թվականակը հասկացակը պաշտոնային դրույքաչափերը։ Թիվ 8 հավելվածներից է բաղկացած։ Առաջինը դա Քաջարանի թիվ 1 մսոր մանկապարտեզ հողակի աշխատողների թվականակն է, հասկացակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 1-ի։ Քաջարանի թիվ 2 մսոր մանկապարտեզ հողակի աշխատողների 2026 թվականի հասկացակը պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի։ Քաջարանի թիվ 3 մսոր մանկապարտեզ հողակի աշխատողների 2026 թվականի հասկացակը պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 3-ի։ Քաջարանի արվեստի դպրոց հողակի աշխատողների 2026 թվականի թվականակը հասկացակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 4-ի։ Քաջարանի գրադարանային միավորում հողակի աշխատողների 2026 թվականի թվականակը հասկացակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 5-ի։ Լեռնաձորի մանկապարտեզ հողակի աշխատողների 2026 թվականի թվականակը հասկացակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 6-ի։ Քաջարան համայնքի կառավարության բաժնետիրական 2026 թվականի աշխատողների թվականակը հասկացակ և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 7-ի։ Քաջարանի մշակույթի պալատ հողակի աշխատողների 2026 թվականի թվականակը հասկացակ և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 8-ի։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Նույնպես փոփոխություններ չեն եղել, ընթացիկ փոփոխություններ եք տարվա ընթացքում հաստատել, հիմա վերջնական տեսքով ներկայացնում են ձեր հաստատմանը 2026 թվականի համար։ Ովքեր եք կողմարում։ Դեմ չկա, ձերքով չկա, անցնի որակարգին երորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սպորտի զարգացումը գործարան ներդրումային ծրագրի հավանություն տալու մասին։ Հարցը առնած է գյուղատնտեսության տնտեսական շրջական գյուղի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում և տրվել է դրական եզրակացություն։ Հարգելի ավականներ, հավանության ներկայացված Քաջարան համայնքի պետական բույքի գործարան ներդրումային ծրագիրը ուղղված է սպորտի զարգացման համայնքում, մասնավորապես ծանրամարդ մարզաձևի զարգացմանը։ Մենք բոլորս գիտենք, որ ծանրամարդը համայնքում սպորտի ավանդական մարզաձևից մեկն է եղել, եթե ոչ ամենազարգացած մարզաձևից մեկն է եղել և երկար ժամանակ ծանրամարդի համար, որպես մարզադահլիճ է ծառայում, օգտագործվել 19 ոչ բնակելի տարածքում գտնվող մոտ 95 քառակուսի մետր տարածքում։
Ես տարածքը մեր մասած շատ անբարոյքաշ վիճակում է գտնվում և դժվար թե ծառայի ծանրամարտի զարգացմանը և շատ պատանիներ մեզ կարաժարվում են ծանրամարտի գնալու համար և որպեսզի կարողանա համայնքը վերանորոգել այդ մարզադահլիճը և դրանով իսկ նպաստի ծանրամարտի զարգացմանը այս ծրագիրը մշակել է կառավարության որոշման հիման վրա պետական գույք անհատի օգտագործման կարգավորման կարգ և պայմանները սահմանելու որոշման հիման վրա քանի որ այդ տարածքը պետական գույք է և համայնքը չի կարող այնտեղ ներդրում կատարել այս ծրագիրը մշակել է կարգի համաձայն որպեսզի թույլ տա այդ տարածքը տան համայնքին անհատի օգտագործման առնվազն 3 տարի ժամկետով որպեսզի համայնքներ կարողանան դե վերանորոգի կահավորի և համապատասխանեցնի չափանիշներին մարզաձևի զարգացման Եթե ձեր հավանություն ստանալուց հետո այդ ծրագիրը պիտի ներկայացնենք ձեռևս սպորտի նախարարություն, որպեսզի իրենց համաձայնությունը ստանա բավականին բարդ գործընթաց է։ Դրանից հետո նոր արդեն պետական գույքի կառավարման կոմիտեներ պիտի ներկայացնի կառավարության նիստին, որ կառավարությունը նոր այդ 90 քառակուսի մետր տարածքը անհատույց տրամադրի համայնքին հույս ունենք, որ 26 թվականի ընթացքում այս գործընթացները հաջողությամբ կավարտենք և կնպաստենք ծանրամարտի հետագա զարգացմանը համայնքում։ Խնդրում հավանություն տալ այդ ծրագրին, եթե դեմ չեք։ Չկա, եթե չկա, ովքեր են կողմ, չկա, ձեռնպատ չկա, անցնենք որակարգի վեցողորնասի, Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի գերի բնակավայրի տարածական պլանավորման փոստարկղերը փոփոխություն կատարելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Հարցը կատարվել է քաղաքաշինության և օգտագործման հարցերի նշական հանձնաժողովի նիստում և ստացվել դրա նաև գիտակցություն։ Հիմք ընդունելով Հայաստան Հանրապետության վարչապետի 2009 թվականի թիվ 1064 որոշմամբ ստեղծված Հայաստան Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 382 դրական եզրակացությունը նախատեսվում է Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի գերի բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել հետևյալ գործողությունը, ուրեմն 1.8212 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողամասերից փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն։ Ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 382 դրական եզրակացություն։ Արգելավա քանի հարց է տան, ովքեր են կողմ, դեմ չկա, ձեռնպատ չկա, անցնենք որակարգի վեցողորնասի Քաջան համայնքի քաղաքական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սահմանություններով հաջողվող վաճառելու մասին Հարցը ևս քննարկվել է քաղաքաշինության և օգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացվել դրական Ուրեմն համաձայն Հայաստան Հանրապետության կառավարության 2001 թվականի թիվ 286 որոշման և Կալգարի ՍՊ կողմից տրամադրված դեկտեմբերի 22-ի գնահատման հաշվետվությունները նախատեսվում է ուրեմն Քաջան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասեր հրապարակային սակարկություններով հաջորդող օտարելու Օրին լոտ 1 գյուղ Քաջարանց 3-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող ուրեմն 683.3 քառակուսի մետր բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով մեկնարկային գիծ սահմանելով 320,000 դրամ։ Եվ լոտ 2-ը նույնպես Քաջարանց գյուղ 3-րդ փողոց 30/3 հասցեում գտնվող 2093.7 քառակուսի մետր բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նույնպես բնակելի տուն կառուցելու նպատակով մեկնարկային գիծ սահմանելով 1.190,000 դրամ։ Լոտ 2-ը։
Երրորդ փողոցն է, այո, վերևի փողոցն է, այստեղ գյուղապետարանը, Սոսոյ там վերջ, չի մարդոս, это Гарамец. Այո, ясно. Ովքեր դեմ չկա, ձեռնպատ չկա, ասենք որակարգի 8-ով օգտացի։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի Մարմնախագահ համայնքի Լեռնաձորի ավտոկառավարների անունեցող ներբնակավայրային աշխարհագրական ֆոնդերի թվային կարգով անվանակոչելու եւ Խաչար համայնքի ավականների 2020 թվականի նոյեմբերի 10-ի Արվաս որոշումը ուժը փոխանցելու մասին զեկուցումն է։ Հարցը նույնպես տնական է քաղաքաշինության եւ օգտագործման շտական նշույլի նշույլի Գերավարքաներ ասեն, որ նախկին ավական նիստին թիվ 110 որոշումը ուժը գործածիկ ճանաչում, քանի որ հաստատվել է անմիջ ունեցող ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ ոչ կարգին համապատասխան, այսինքն նախքան չէր համաձայնեցվել համայնքի Հայաստանի կադաստրի կոմիտեի հետ, ուստի այդ ուժը գործածիկ ճանաչում եւ կրկին նոր որոշմամբ ուրեմն Անդոկավան գյուղում այս երրորդ փողոցը հարող փողոցը, անմիջ ունեցող փողոցը անվանակոչել Անդոկավան գյուղի 4-րդ փողոց անվանումով։ Ուրեմն հաջորդ երկրորդ կետով Քաջարյան համայնքի Լեռնաձոր գյուղում առաջին թաղամասում հիմնական փողոցը, այսինքն M2 միջպետական ճանապարհի հետ համադրվող հիմնական փողոցը անվանակոչել Լեռնաձոր գյուղի առաջին թաղամասի առաջին փողոց, համարելով սկիզբը այստեղից, վերջը ուրեմն մինչև այստեղ։ Երրորդ կետով նախատեսնում է ուրեմն Լեռնաձոր գյուղի առաջին թաղամասի հիմնական փողոցը հարող ուրեմն փողոցը անվանակոչել առաջին թաղամասի երկրորդ փողոց, այնուհետև չորրորդ կետով նախատեսվում է Լեռնաձոր գյուղի առաջին թաղամասի երկրորդ փողոցի այս երկրորդ փողոցի զուգահատող փողոցը անվանակոչել ուրեմն առաջին թաղամասի երկրորդ փողոցի առաջին փակուր, որպեսզի հնարավոր լինի այս բաներն նաև հասցեավորել։ Ուրեմն հաջորդ 5-րդ կետով Քաջարյան համայնքի Լեռնաձոր գյուղի երրորդ թաղամասի հիմնական փողոցը անվանակոչել ուրեմն Լեռնաձոր գյուղի երրորդ թաղամասի առաջին փողոց, որպես հիմնական փողոց։ Ուրեմն 6-րդ կետով Լեռնաձոր թաղամասի, ուրեմն Լեռնաձոր գյուղի երրորդ թաղամասի առաջին հիմնական փողոցը հատող փողոցը անվանակոչել Լեռնաձոր գյուղի երրորդ թաղամասի երկրորդ փողոց, սկիզբը ընդունելով ստեղից եւ վերջը մինչեւ երկրորդ թաղամասի հետ հատումը եւ ուրեմն 7-րդ կետով Լեռնաձոր գյուղի երրորդ թաղամասի, ուրեմն հիմնական փողոցի հատող փողոցից դուրս եկող փողոցը անվանակոչել երրորդ թաղամաս, երրորդ փողոց, այս սկիզբը սկսելով այս հատող հատվածից մինչև թաղամասի վերջ։ Հիմա ես ո՞նց հասկացնում եմ։ Պետք է բերենք։ Այսինքն, ասեավորում եմ ճիշտ։ Այս ժամանակ ասել, տանոցել, ինչի։ Սխալ է, տեսեք գոյություն ունի կառավարության որոշման սահմանված բայց դա սխալ է, քանի որ կան արդեն փողոցներ, պետք է անվանակոչել Տեսեք գոյություն ունի կառավարության սահմանված թիվ 2387
երրորդ այն որոշումը, որով ինչպես են անվան փողոցներ, ասենք, որն փողոց, որ փողոց, պետք է այդ կարգին համապատասխան բոլոր ամեն ավականոն ներկայացնելու, քանի որ մենք միջև ներկայացնելը պետք է ստանանք կոմիտեի, կադաստրի կոմիտեի համաձայնություն։ Հիմա կոնկրետ սրանց պահով մենք ունենք իրանց հաստատված քաղվածքները։ Ովքեր են ով հարգել ավական։ Դեմ չկա, ձեռնպատ չկա, ասենք որակարգի 9-րդ հարցին, Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ Խնդրեմ խոսենք։ Հարցը քննարկվել է ֆինանսատնտեսական մշտական հարցերի հանձնաժողովը եւ քննարկման հարցում ծրագրել է Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդված 2-րդ մասով հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությանը, Քաջարյան համայնքի ավականու հաստատման ենք ներկայացնում պահուստային ֆոնդից 1,583,060 դրամ գումարի հատկացում։ Առաջին կետով նախատեսվում է Քաջարյան համայնքի կոմունալ տնտեսություն ՓՊԸ-ին 1,321,200 դրամ հատկացնել քաղաքացիների խմելաջրի աղբանության վարձավճարների գծով պարտավորությունների փոխհատուցման համար համաձայն Հայաստանի Հանրապետության Քաջարյան համայնքի ավականուց դեկտեմբերի 25-ի 2025 թվականի 97 որոշման 6 և 7 հավելվածների։ Երկրորդ կետով Քաջարյան համատիրությանը 261,860 դրամ 2025 թվականին բնակարանների սպասարկման վարձավճարների և 44-օրյա պատերազմում զոհված ընտանիքների բնակարանների սպասարկման վարձավճարի պարտքի գծով մարում։ Դեկտեմբերի 18-ին և դեկտեմբերի 12-ին համապատասխան կազմակերպություններից ստացել ենք գրություն, որն էր հիմք հանդիսացել համայնքի ղեկավարի առաջարկին։ Եթե հարցեր չունեք, առարկություններ չունեք, խնդրում եմ հաստատեք կարգայինս հարցը։ Չկա ովքեր են գոհ, դեմ չկա, ձեռնպատ չկա, ասենք որակարգի 10-րդ հարցին Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքում 2026 թվականի համար տեղական գույքերի վճարների տեսակներ ու դրդաչափների սահմանելու մասին։ Խնդրեմ առաջին։ Հարցը քննարկվել է ֆինանսատնտեսական մշտական հարցերի հանձնաժողովում եւ քննարկման արդյունքում տրվել է դրական եզրակաց։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ եւ 19-րդ կետերով տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածների աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով եւ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի եւ վճարների տեսակները դրույթաչափերի սահմանելու մասին որոշման նախագիծը։ Սահմանվել է տեղական տուրքերի եւ վճարների տեսակների եւ դրույթաչափերի համար 7 հավելված, ներառվել է 19 տեղական տուրք, 15 տեղական վճար, տեղական տուրքերի մեջ ավելացվել է շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման և ծառայության մատուցման թույլտվության համար տեղական տուրքը, որը ամսական սահմանվել է 45,000 դրամ։ Տեղական վճարների մեջ կատարվել է հետևյալ փոփոխությունները։ Համայնքային ենթակայության տակ գտնող մանկապարտեզների ծառայությունների օգտվողների համար վճարը սահմանվել է 5,000 դրամ, նախկին 3,000 դրամի փոխարեն։ Միայն Լեռնաձորի մանկապարտեզից օգտվողների գյուղի երեխաների համար սահմանել են 2,000 դրամ։ Հաջորդ կետը փոփոխված մեր համայնքային ենթակայության արտադրոցական դասյարակության հաստատությունների ծառայությունների օգտվողների համար կոնկրետ արվեստի դպրոցի դասական գործիքների և պարարվեստ բաժինների համար վարձավճարները սահմանվել է 3,000 դրամ։ Ավելացվել է բույքի օգտագործման վարձակալության վարձավճարների չափեր հավելվածում, 4-րդ հավելվածում, 7-րդ կետում ավելացվել է երկրորդ ենթակետը, այն է համայնքի հաշվեկշռում ոչ հիմնական գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում մեկ միավորի համար մենք վերցրել ենք հենասյուների համար մեկ միավորը հատ, տանիքների համար մեկ միավորը քառակուսի մետրը
եւ վարձավճար ենք սահմանել ամսական չափով, այսինքն հնարավորները Քաջարյան քաղաքում 200 դրամ, Քաջարյան գյուղում 100 դրամ, Քաջարյան վարչական շրջաններում մյուս 100 դրամ, տանիքների համար քառակուսի մետրը 1000 դրամ, վարչական շրջաններում Քաջարանցում 800, իսկ մյուս վարչական շրջաններում 600 դրամ։ Հանվել է արարողատների միջոցառումներից գանձող վճարները, քանի որ արդեն արարողատները աշխատում են հարցակալական պայմանագրերով։ Խնդրում եմ, եթե հարցեր ունեք։ Կա հարցեր, չկա, ովքեր են կողմ։ Դեմ չկա, ձերու բան չկա, ասենք որակարգի 12 հարցին Հայաստան Հանրապետության Սյունիքի Քաջարյան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին։ Կատեր նշանջ։ Քննարկվել է ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողով երկրի Ուրեմն ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասին 3-րդ կետով, 83-րդ հոդվածով եւ 85-րդ հոդվածներով ձեր հաստատման եք ներկայացնում 2026 թվականի Քաջարյան համայնքի բյուջեն, որը համաձայն հավելված 1, 2, 3, 4, 5 եւ 6։ Ուրեմն բյուջեն ծրագրվել է 1,730,114,300 Ուրեմն երկրորդ կետով որոշման թույլատրում ենք համայնքի ղեկավարին 2026 թվականի ընթացքում 20%-ի չափով բյուջեի կատարել վերաբաշխումներ, դա օրենքի պահանջ է, օրենքի մեջ ներառված կետ է, եթե հարցեր չունեք, խնդրում եմ հաստատեք 26 թվականի համայնքի բյուջեն։ 1,730,114,300 Սկացած տարվա։ Անցած տարի 1,400,000,000 գերազանցում։ Սա բայց միայն վարչական մասն է, եթե ասեմ ֆոնդային բյուջեն ներառված չի, որովհետև տարիցից ազատ մնացածներ եւ ֆրանքային բաշխենք, դրանից հետո դա եկամուտ գումարվելու ֆոնդային բյուջե եւ ըստ մեր ծրագրերի, որոնք նախատեսված են իրականացնել 26 թվականի մեջ, ներառվել են 2026 թվականի բյուջեի ֆոնդային մասով։ Նաեւ շուրջ նախնական տվյալներով 700-ից 1 միլիարդի ծրագիր, այս պահին որ հստակ արդեն մրցույթները տրվել են, շուրջ մինչեւ 800 միլիոն։ Դա աստված, ագիրանցին կան, դա աստված բեկանապատ կարապած բյուջե։ 300 էլի ավելացել։ Հա, 300 միլիոնով այս պահի դրությամբ բյուջեն ավելացին անցած տարի հաստատված բյուջեի համանակ։ Հա, գյատ։ Դե դա Գործ է շատ այլ քաղաքի մոտ։ իհարկե շատ է սա։ Աստվածտա ամեն տարի ոչ ամեն տարի ավելանա չպատաս։ Դե հա, կարևոր է։ Ովքեր են կողմ հարգելի ավականներ։ Դեմ չկա, ձեռնպատ չկա, շնորհավորում ենք։ Դա աստված բյուջեն կողմ հազարավատ։ Ես բայց կարծում եմ, որ այո, ենք հասնել ենք դրան։ Ասենք, որակարգի վերջին հարցին Հայաստան Հանրապետության Սյունիքի Քաջարյան համայնքի ավարտանում ուղղությունով նստաշրջանի հերթական լիստի գումարման օրը սահմանելու մասին։ Խնդրեմ Մարգարիտ։ Հարգելի ավականներ, ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի դրույթներով սահմանված է 62-րդ հոդվածի դրույթներով, որ փետրվարի 2-րդ երեքշաբթիից է սկսում նստաշրջանը հաջորդ։ Այդ իսկ կապակցությամբ առաջարկում եմ փետրվարի 10-ին սահմանեն, որովհետև երեքշաբթի է բնականաբար օրենքով, փետրվարի 10-ին։ Երեքշաբթի, հա, ինչպես որ օրենքն է նշված, փետրվարի 2-րդ երեքշաբթին, դա փետրվարի 10-ն է։
Ովքեր են համաձայն դեր չկա, ձեռնպատ չկա, շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այս դեպքում շնորհակալություն նախանցավերջինիցների շնորհակալություն համատեղ աշխատանքների շնորհիվ 25 թվականը Քաջարյան համայնքի համար կարծում եմ, որ արդյունավետ տարի էր։ Բնականաբար ալագին շատ մեծ աշխատանքների կատարած և համայնքում և քաղաքում։ Ես բնական շնորհավոր եմ բոլորիս, ես բոլորիս տալի տարի շնորհավոր եմ, ես հաջողության, խաղաղության, բոլորիս համար և համայնքի և ամենագիշների համար միայն ձեռքբերումների կան։ Շնորհակալություն բոլորիս։ Պարոն Թավազյան, եթե դուր կտաք, երկու խոսքով ես ամփոփեմ։ Ես նույնպես նստաշրջանի ավարտի կապակցությամբ ցանկանում եմ իմ խորին շնորհակալություն և երախտագիտությունը հայտնել բոլորիդ ձեր պատրաստական, կառուցողական և միասնական աշխատանքի համար և համոզված եմ, որ ձեր միասնական աշխատանքի արդյունքում մենք ունենալու ենք կայուն և այլ ավելի կայուն և զարգացած համայնք։ Թույլ տվեք նաև այսօր ներկայացնեմ, որ ճիշտ ասած պետք է նիստի սկզբից ներկայացնենք մեր առաքելյան Արմենիկ Հաջիկի տարեդարձներ շնորհակալություն։ Միշտ տարեդարձները Արմեն ջան նշեց խաղաղ երկնքի ներքո, երբ որ միայն